Հայոց Գագիկ թագավորի նստավայր Բերդ Կապոտին քաղաքն էր։ Ծեր ու հարուստ թագավորը մի աղջիկ ուներ Ծովինար անունով։ Այդ ժամանակ կռապաշտ խալիֆան, ով ապրում էր Բաղդադում, շատ զոննդեղ էր ու հանգիստ չէր տալիս Գագիկ թագավորին։ Մի օր զոր քաղաքեց ու եկավ հայոց երկիր նավերեց։ Ավար առավ ու Գագիկ թագավորին հարկատու շնեց։ Խալիֆայի մարդիկ եկան հակի հետևից ու Գագիկ թագավորի ապարանքին հասան մի լույս երևաց նրանց։ Նայեցին ինչ տեսնեն, էնպես խորոտ մի աղջիկ երևաց, էնպես խորոտ, որ արևին կասեր դու դուրս մելներ, ես դուրս ելնեմ։ Հարկառնողների խելքները գնանց, էլ իսկի բան չասին։ Երկուսն էլ ելան, սուս ու փուս, հետ դարձան իրենց խալիֆայի մոտ ու պատմեցին հայոց թագավորի աղջկա գեղեցկության մասին։ Խալիֆան մոռացավ հարկի մասին ու լուր ուղարկեց հայոց թագավորին, թե քո աղջկան պիտի ինձ տաս, կռվով ըլնի տիտաս, խաթրով ըլնի տիտաս, թե քո աղջիկ չտաս, քո ժողովրդին գերի կտանեմ, ձեզ ամենքիդ կմորթեմ։ Գագիկ թագավորը խորհուրդ է անում, որոշում է կռիվ տալ խալիֆայի հետ ու չտալ Ծովինարին, բայց Ծովինարը ասում է. լավ է ես երթամ կորսվիմ, քան մեր Հայաստան երկիր կորսվի, ինձ տուր նրան։ Գագիկ թագավորը կաթնով աղբյուրի մոտ 7 օր 7 գիշեր հարսանիք է անում։ Այդ ժամանակ Ծովինարը աղջիկների հետ գնում է կաթնով աղբյուր ու խմում է այդ ջրից մի լիքը բուռ ու մի կիսատ բուռ։ Այդ երկու բուռ ջրից հղանում է Ծովինարը։ Խալիֆայի պալատում նա առանձնանում է 7 դռան հետև ու սուկ մտնում։ Ծովինարի հղանալու լուրն արագ հասնում է խալիֆային ու նա որոշում է սպանել Ծովինարին։ Ծովինարը 10 տարի է խնդրում, որ իր երեխեքին բերի մեծացնի, նոր իր վիզ թող կտրեն։ Խալիֆան համաձայնվում է։ Երկու տղա են ծնվում, մեկը լրիվ, մյուսը կիսատ։ Մեծ տղի անունը դնում են Սանասար, պստիկի անունը Բաղդասար։ Թե խալխ տարով կջոչանան, էնոնք օրով ջոչացան։ Ծովինարի խնդրանքով քահանան տղաներին դաս է տալիս ու գրել կարդալ է սովորեցնում։
Սանասարը մի սիլա է տալիս ջժերից մեկին, դրա վիզը ծռվում, մնում է ծուռ։ Մարդիկ գնում են խալիֆայի մոտ կանգած։ Խալիֆան Սանասարի ու Բաղդասարի խոշորությունը որ տեսնում է, վախենում, ասում է. Ես գիտեմ, էնոնք որ ջոչանան, կախվեն իմ մորուսից, կացեք, էնոնց համար մի բան կանեք։ Սանասարն ու Բաղդասարը հենց 10 տարեկան դարձան, խալիֆան զորք դրեց դահիճների հետ ու ասաց. գնացեք, էնոնց վիզ կտրեք։ Տղաները տեսնում են, որ զորք է գալիս իրենց վրա, ասում են. Մարե, էս ինչ զորք է, որ մեր դեմ կուգա։ Մայրն ասում են. որդի, որ ճշմարիտ կուզես, խալիֆան ղրկե, որ իմ վիզ կտրեն։ Սանասարն ու Բաղդասարը ելնում են դուրս, զոքի մեջ ընկնում, կեսին ջարդում, մյուսները փախչում, գնում են խալիֆայի մոտ ու ասում. մենք չենք անավեր էնոնք ազնավուր մարդ են, փահլևան են, քո թագավորությունը կփչացնեն։ Խալիֆան միտք հարես տեսավ, որ չկա, ասաց. էլ գործ չունինք էնոնց հետ, հիմի կհավատան, որ ծովինար խանում անմեղ է, են անձնավորներ ծովից են, ու խալիֆան որոշում է խորամանկությամբ ազատվել տղաներից։ Ծովինալն է գիշեր արթնանում է ու սկսում լաց լինել։ Տղաները հարցում են. Մարե, ինչու կուլաս։ Մայրն ասում է. գիշեր ներազ եկավ ինձի, որ խալիֆան ընկեր է նեղուցնի մեջ ու ձեզի մատաղ կանչի իր գրքերում։ Որդիք, ձեզի մատաղ կանի, փախե գնացեք հայոց թագավորի քաղաք։ Սանասարն ու Բաղդասարը ուտելիք, զենք ու զրահ են վերցնում և երկու լավ ձի են դուրս քաշում ախոռից, հետո հրաժեշտ են տալիս իրենց մորն ու լուսադեմին ճամփա ընկնում։ Տղաները 4 օր ու գիշեր քշեցին ու դուրս եկան խալիֆայի հողից, եկան, հասան Մշո դաշտ։ Ձորի մեջ տեսա մի առու, որ գալիս ու թափվում է մի մեծ գետի մեջ, խառնվում նրա հետ ու գնում։ Սանասարն ասում է Բաղդասարին. դա բարակարգի զորություն ինչ է, որ կկտրի զետահագին գետ։ Բաղդասարը պատասխանում է. ով որ է դորական ջուր են խմե, ուզի տունն էլ շինե վերդ ջրին, էնոր զավակներ պես զորեղ կլնի, էնոր տղեկ կտրիչ կլնին։ Սանասարն էստեղ ասաց. Էդ ջրիակ որտեղ եղավ, երթանք ենտեղ մեր տուն շինենք, մենք զորբա, էս ջուր զորբա։ Գիշերցերը գնացին, հասան մի վայրի երկիր, տեսան աղբյուրն այնտեղից է բխում, անցան գործի, եղբայրները հերթով որս էին անում, հետո ջարդում ժայռերն ու մեծ քարեր բերում։ Սանասար ժայռաբեկորներ շալակ դրած կկրեր, Բաղդասար Սանասարի չափ ուժով չէր, գլորելով կտաներ, ջոջ քարափներ կրեցին, եղան վարպետ, 40 տների պատեր շարեցին, բերդ շինեցին իրենց համար վեր են ջրին։
Սանասան ասաց Բաղդասարին. շատ աղեք, մենք մեր տուն բրծանք, մեր տան անուն ինչ դիտնենք։ Որոշեցի մի ալևոր մարդ գտնեմ, բերեն, իրենց բերդին անուն դնի։ Առավոտյան Սանասարը մի սպիտակ մորուս պապի գտավ, համոզեց, տարավ տուն, հաց տվեց, կերակրեց։ Իսկ առավոտյան ասաց. պապիկ, քեզ բերի էստեղ, որ դու անուն դնես մեր բերդին։ Ծերունին նայեց իրար վրա շարված ժառաբեկորներին, զարմացած ասաց. վահ, էս ինչ սասուն քարեր են, էս տուն չէ, էս սասուն եմ։ Սանասարն ասաց. բավ է պապիկ, էլ ձեն մի հանի։ Անուն դրվավ, անուն եղավ Սասուն։ Եվ որ բերդի անունը դրին, վերջացրին, Սանասարն ասաց Բաղդասարին. հայ աղբեր, էրթանք ծովու բերամ, մեկ լապձի գտնենք մեզ համար։ Ելան գնացին ծով։ Բաղդասարը մնաց ափին, Սանասարը Աստծո անունը տվեց ու ծովը մտավ։ Ծովը բացվեց Սանասարի առաջ, եղավ չոր գետին։ Սանասարը մտավ ծովի մեջ, գնաց, հասավ հատակին, տեսավ մի պարտեզ կա այնտեղ, մեջը մի ջրավազան ու մի շինություն, տեսավ քուրդիկ Ջալալին այնտեղ կապված, թուրք էծակին վրան կախված, տեսավ ուրիշ զենք ու զրահ, գուրզ ու նիզակ, նետ ու աղեղ, ինչ որ ուզեց, որ վայել է կտրիչներին, այնտեղ դրված։ Գնաց, մտավ այն ջրավազանի մեջ, լողացավ, աղբյուրին ջուր խմեց, քնեց։ Աստծու շնորհք առավ, ջոջացավ, զորացավ։ Վեր կանցավ Սանասարը, այն բոլոր զգեստները կապեց, ձին հեծավ, դուրս ելավ ծովից, եկավ աղբոր մոտ։ Եկավ, հասավ Բաղդասարին, աղբոր գլուխը բաչեց, ասաց. Բաղդասար, ես քո աղբերն եմ, Սանասարն եմ, մի վախենար։ Որոշ ժամանակ անց Սանասարն ու Բաղդասարը որոշում են գնալ Բաղդադ իրենց մոտ ծովինարի մոտ։ Լուրը հասնում է խալիֆային, թե քո աչքի լույս տղեկ եկան։ Խալիֆան լուր է ուղարկում, ասում. դուք բարի եկաք, շան լակոտներ, ուր գնացիք, ինչի շուտ չեկաք, ձեզ դիտանեմ, մատաղանեմ։ Ծովինարն ամբողջ գիշեր արցունք թափեց։ Առավոտը խալիֆան զորք է հավաքում, գալիս տղաների հետևից։ Սանասարն ու Բաղդասարը զենք կապեցին ու սրով, թրով իջան խալիֆայի զորքի մեջ։ Խալիֆայի մարդկանց փրթեցին, փռեցին գետնին։ Այդ ժամանակ Գագիկ թագավորն իմանում է, որ թոռները զորացել են, եկել են Բաղդադ, լուր է ուղարկում ու Սանասարին կանչում իր մոտ։ Սանասարը ձի է հեծնում, գնում պապի մոտ։ Խալիֆան տեսնում է, որ Սանասարը գնացել է, մնացել է Բաղդասարը, գալիս համոզում է Բաղդասարին, թե այնպես որ սիտեղ գիտեմ, էրթանք մեզ համար այնտեղ ուրախություն անենք, չև քո աղբեր ետ դառնա գա։ Այսպես Բաղդասարին համոզում, տանում է աղմախու սար, գինի խմացնում, հարբեցնում։ Բաղդասարն այնքան գինի է խմում, որ ուշաթափվում, ընկնում է գետնին։ Խալիֆայի մարդիկ առնում են գուրզերն ու գալիս Բաղդասարին սպանելու։
ժամանակ Սանասարը, որ Գագիկ թագավորի հետ խոսք ու զրույց էր անում, նայում է երկինք, տեսնում Բաղդասարի աստղը խավարել է։ Իմ աղբեր նեղն է, մտածեց ու հեծավ իլձին, մինչև աչքը փակեց, բաց արեց, Կուրկիկ Ջալալին հասցրեց նրան ծովինարի մոտ։ Մարեմ, ուր է իմ աղբեր Բաղդասար, ծովինարը թե խալիֆան առե, տար է աղմախուսար ուրախության։ Ասաց հեյվաղ, իմ աղբեր խափած տարած սպանելու, ասաց թե չէ, քշեց, հասավ Բաղդասարին, տեսավ Բաղդասարը հարբած ընկել է, խալիֆայի մարդիկ էլ կուզելն ու թրելն առած, զարկում են, որ սպանեն, Սանասարը ծանրիկ կուրսը տարավ, բերեց, բոլորին 7 մետր գետնի տակ իջեցրեց, խալիֆային էլ, էնոր մարդկանց էլ սպանեց։ Գնաց Բաղդասարին գլուխը լված, սիրտը մաժեց, արթնացրեց, ելան երկու աղբեր եկան քաղաք, այդ քաղաքի մարդիկ էլ եկան Սանասարի ու Բաղդասարի թրի տակով անցան։ Որոշ ժամանակ անց եղբայրները գալիս են Սասուն, այնպես փահլևան եղան Սանասար ու Բաղդասար, որ էնոնց ձեն աշխարհ բռնեց, 4 կողմից մարդիկ են գալիս, քիչ մեծանում, մեծ ու ապահով քաղաք է դառնում Սասունը։ Այդ խոսք ու զրույցը գնաց, հասավ Ֆղնձե քաղաք, Քաջանց թագավորին ու իր երկու աղջիկներին, նրանցից մեծը Դեղցուն ծամը, շատ հմայիչ էր։ Սանասար երազում տեսնում է նրան ու սիրահարվում, այս մասին իմանում է Դեղցուն ծամը, վեր է կենում, նամակ գրում Սանասարին։ Սանասար տղա, ես Պղնձե քաղաքի թագավորի աղջիկն եմ, չուեբ ես դիմնամ էստեղ, արի ինձի տար քեզ համար։ Սանասարն ու Բաղդասարը գնում է Պղնձե քաղաք, Դեղցուն ծամին ու իր քրոջը առնում բերում են Սասուն։ Աղջիկներ պսակեցին, Դեղցուն ծամին Սանասարի հետ, քրոջն էլ Բաղդասարի հետ, 40 օր 40 գիշեր հարսնի քարին, քեֆ ուրախություն խնջույք արին, Սանասարի ու Բաղդասարի փառքն աշխարհով մեկ եղավ։ Ես էլ եմ սիրում Սանասարին ու Բաղդասարին։